Շարունակում ենք, ուրիշ նորություններ ունենք հյուր, խոսելու ենք կինոյի մասին, այո, էկրանները դուրս եկել հերթական սպորտային դրաման, կարելի ասել, կամ էլ սպորտային պատմությունը, կինո մարմնավորում ստացած, կոչվում է Զավաթոյ դուբլ, Արարատ 73, նվիրված է Նիկիտա Սիմոնյանին եւ ֆիլմը, ինչպես գիտենք, արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել կինոսիրողների շրջանում եւ մենք ունենք հնարավորություն բարձր մանրամասներ ֆիլմի նկարահանման մասին եւ ընդհանրապես ինչպես է ծնվել այս հետաքրքիր աշխատանքը մեր հյուրի հետ ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է իհարկե որ ժամանակ տրամադրեցիք, իհարկե մտնում է երևի պրոմոցիա մեջ, չէ՞։ Կարծում եմ ինչ-որ չափով եթե շփվելը նախ առաջինը այո, բայց ես իսկապես անկեղծ ասեմ, ինձ համար շատ հաճելի է պատմել ֆիլմի մասին, քանի որ ես կարևորում եմ այս ֆիլմը եւ ինքը իմ համար չնայած նրան, որ ես չեմ թաքցնում, որ ունի նաեւ կոմերցիոն իհարկե բնույթ, բայց կոմերցիոն բնույթը մեր Արարատ 73-ի պարագայում ինքը երկրորդ կամ երրորդ տեղն է զբաղեցնում, ոչ առաջի։ Դրա համար նախ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք եւ շնորհակալ եմ ունենալ հնարավորություն պատմել ֆիլմի մասին, քանի որ ինքը իսկապես կարևոր է։ Ես առաջի օրվանից երբ որ խոսել եմ իմ գործընկերների, իմ ընկերների հետ, միշտ ասել եմ, որ Արարատ 73 ֆիլմը թթվածինի նման անհրաժեշտ է մեր ազգին առաջի հերթին։ Նախ եւ առաջ դա մեր սպորտային պատմության հռչակավոր էջերից մեկն է, Արարատ 73 այդպիսի։ Թմային մարզաձևի մեջ առաջին ցավոք սրտի եւ վերջին այսօր որպես փաստ մենք պետք է դա փաստենք այո։ Թիմային ձևերում, երևի դա ամենամեծ գագաթնակետային հաջողությունն է կարելի ասել, որ ես հենց այդ ժամանակաշրջանում եմ այդ ուրախության ներքո եմ ծնվել։ Այսինքն ամռանը, երբ որ ասենք Արարատը իսկապես ուներ այդպիսի այսպես աննկարագրելի մեծ հաջողություններ ֆուտբոլի ասպարեզում, ես ասում լույս աշխարհ եմ եկել, հայրս այդ ոգևորությունն էր ապրում կրկնակի եւ ինձանից հետ կապված եւ նաեւ որպես ֆուտբոլասեր այդ հաղթանակի ոչ կոմերցիոնից բացի նաեւ գաղափարային իմաստով որն էր գլխավոր նպատակը ստեղծել վավերագրական մի կինոնկար վավերացնել այդ հրաշալի հաղթանակը, թե այնուամենայնիվ ոգեշնչման աղբյուր ստեղծել նոր սերնդի համար մարզաձևային այդ կարծում եմ առաջի գերխնդիրը նա էր, որպեսզի փորձենք մենք պատմության էջերում ինձ մոտ ես մի քիչ տես դժվարությամբ քանի որ մոտ թարգմանում եմ հիմա ես ռուսերենից հայերեն բառեր կա որ մտածում եմ ինչ բառ օգտագործեմ նախապես ներողություն եմ խնդրում ամենակարևորը որպեսզի նախ առաջինը մենք փորձենք այս պատմությունը հավերժացնենք նաև մեծ էկրանների միջոցով որովհետև ինչպես ասում էր մի շատ խելացի մի քիչ տարօրինակ եմ իրան վերաբերվում մարդ Լենին ազգանունով կինո это самое из доступных искусств для населения հիմա կինոյի միջոցով նամանավանդ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները որոնք հնարավորություն են տալիս դա սարքել շատ զրելիշնի շատ դիտարժան շատ հետաքրքիր եւ անգամ անել այնպես որ 70-ական թվերի այդ գեղեցիկ իմ կարծիքով շատ լավ պերիոդը այդ ժամանակաշրջանը այսօր ներկայացնել այնպես որպեսզի նոր սերունդին դա հետաքրքիր լինի որպեսզի դա իրանք դա չնայեն ինչպես դուք ասեցիք վավերագրական պատմություն այլ նախ գեղարվեստական ֆիլմ որտեղ որ այդ ամեն ինչը շատ լավ, շատ դրայվ, շատ հասկանալի լեզվով, անգամ իրական, այո, ներկայացված է այսօրվա հանդիսատեսին։ Մինչ այսօր արդեն ունեցել ենք մի քանի օր վարձույթում ցուցադրելու հնարավորություն եւ շատ հաճելի է, երբ որ տեսնում ենք թաղծոտ աչքեր, լացող մարդիկ, այս է երևային եզակի դեպքն, երբ կարելի ասել, որ մարդկանց աչքերի արտասունքը ինքը ավելի շատ հպարտություն եւ ուրախություն է առաջացնում մեզ մոտ, քան թե հակառակը։ Ափսոս որ հերոսը Մուսակի Նիկիտա Սիմոնյանը Այո, ու գիտեք, կարճ այդ կտորը մեկնաբանեմ, որտեվ շատ ափսոս, որտեվ ինքը շատ սպասում էր ֆիլմին, մենք իր հետ ամբողջ ընթացքում խորտակցել ենք, ինքը ամբողջ ընթացքում մասնակցել է, եւ իսկապես մեզ համար շատ կարեւոր էր իր կարծիքը, բայց ինչպես ես ասել եմ, թե Մոսկվայի պրեմիերային, թե Երևանյան պրեմիերայի ժամանակ ես հավատում եմ Աստծուն եւ հավատում եմ, որ կյանքը այստեղ չի ավարտվում
Եվ կարծում եմ, որ Նիկիտա Պավլիչի, ինչպես նաև մեր Արարատ ֆուտբոլային ակումբի լեգենդար տղաները, ես իրանց հաճույքով եւ հարգանքով եմ տղաներ անվանում այս դեպքում, իրանք նայում են հիմա ֆիլմը մեծ էկրաններին, չլինելով մեր կողքին։ Ինչքան էլ դա հիմա էմոցիոնալ, սենտիմենտալ կամ չգիտեմ, փիլիսոփայական չհնչի, բայց ներկուց ես իսկապես այդ հավատքը ունեմ։ Վալեր, իսկ ինչպես է վերականգնել, հա, այսինքն այդ քրոնոլոգիան իրադարձությունների Նիկիտա Սիմոնյանն էր, հա, միայն օգնում, թե նաև այլ մարդկանց եք ներգրավել, որովհետև շատ կարևոր էր ֆիլմում ճշգրիտ չէ ներկայացնել իրողություն, այսինքն ինչպես է եղել պատմությունը։ Շատ կարևոր հարց տվեցիք իմ կարծիքով, տեսեք, իսկապես նախ առաջինը պրոդյուսերների, թե ռեժիսորի, թե սցենարիստների համար առաջի հերթին ամենամեծ խնդիրը աշխատել բայոպիկ ժանրի հետ է, որովհետև բայոպիկի պարագայում դու պետք է հաշվի առնես իրական պատմությունը եւ հասկանաս ինչքանով դու ունես հնարավորություն այդ իրական պատմությունից շեղվելու, որը բայոպիկի դեպքում լուրջ խնդիր է։ Կարող եմ բերեմ մի փայլուն օրինակ, իմ սիրված ֆիլմը, իմ սիրված ֆիլմերից մեկը, որը իմիջիալոս դարձավ Իմպուլս Արարատի Արարատ 73-ը նկարելու հետ կապված, դա ռուսական ֆիլմն էր Движение вверх։ Հա, բասկետբոլիստի, իրական պատմություն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականի հետ պայքարում։ Այո։ Ես այդ ֆիլմը դիտելուց հետո դուրս եմ եկել շատ ոգևորված եւ սկսել եմ մտածել ինչ հաղթանակ ունենք մենք, ինչ կարելի է։ Իսկապես այդպես է եղել, բայց տեսեք ինչ տեղի ունեցավ, երբ որ իմ գոլեգաները նկարում են Движение вверх ֆիլմը, իրանք բավականին լուրջ շեղումներ իրանց թույլ տվեցին այդ ֆիլմի նկարահանման ժամանակ, որը դարձավ պատճառը, երբ որ բասկետբոլիստների, սպորտսմենների ընտանիքները շատ մարդիկ դեմ եղան այդ ֆիլմի ցուցադրությանը մեծ էկրաններ դուրս գալ եւ իմ գոլեգաները ստիպված եղան անգամ ազգանունները փոխել, որտեղ անգամ մարզիչի ազգանունը չէր համապատասխանում իրական ազգանունին։ Մեր դեպքում մենք նման քայլի չենք գնացել, չենք դիմել, մենք գիտեք, այս վերջերս ինձ հարցրեցին, ասին մոտավորապես քանի տոկոս եք պահպանել իրական պատմությունը։ Ես ասի 95, ճիշտ ասած չգիտեմ ինչու 95, միգուցե 99, միգուցե 93, բայց պատմությունը աշխատել ենք ամբողջովին պահպանել, որտեղ նախ առաջինը Արարատ 73-ը դա հարգանքի տուրք է տղաներին, երկրորդ ամենակարևորը դա մեր ոչ թե ուղակի հիշողության էջ է, այլ կարևոր էջ է պատմական մեր հայ ազգի, որը շատ կարևոր էր, եւ երրորդը, քանի որ մենք մեր վրա վերցրեցինք նման պատասխանատվություն, հա, այդ պատմությունը գրել պատմության էջերում կինոյի մեծ կինոյի միջոցով, որպեսզի ինքը լինի մաքսիմալ ռեալ, որպեսզի մեզ չասեն, որ սա սուտ է, սա հորինված է։ Ունենք 2-3 պերսոնաժ ֆիլմում, ունենք ժուրնալիստ կամ Մարինա, հիմա թող սա որպես տրիգեր չհնչի, որի միջոցով մենք ցույց ենք տալիս հայկական գեղեցիկ վայրեր, տղաներին, ֆուտբոլիստներին ներկայացնում ենք իր աչքերով, բայց ընդհանուր առմամբ պատմությունը ամբողջովին պահպանվել է։ Դա ինչ վերաբերում է այդ մասին։ Երկրորդը, խաղը ցավոք սրտի չի պահպանվել, չկա։ 90-ական թվերին ես անգամ այսպիսի մի տրիգեր անեմ, ամաչում եմ ասեմ ինչու չի պահպանվել, գիտեմ։ Մենք 3 տարի փնտրել ենք խաղը, Ժապավենը, որտեղ եղել է Ժապավեն։ Բայց լուսանկարները կան։ Լուսանկարները կան։ Հաշվի այդ ցուցատախտակը եւ այլն, այսինքն կա մոտավորապես 18 րոպե պահպանված նկարահանումներ, որը նկարահանվել է այն ժամանակ վավերագրական ֆիլմեր էին նկարում, այս դեպքում մերը կոչվում է «Խարակտեր», բնավորություն ֆիլմի համար, որի մեջ օգտագործվել են նաև սիրողական նկարահանումներ, դա ընդհանուր առմամբ 18 րոպե է եւ ոչ 18 րոպե ֆուտբոլ, այլ ընդհանրապես 18 րոպե նվիրված այդ օրվան այդ խաղին։ Մենք ուրեմն ստեղծել ենք 3D մոդելը խաղի ամբողջությամբ։ Դրա վրա ծախսել ենք մոտ 6 ամիս ժամանակ։ Մեզ մոտ ֆիլմում, երբ որ մարդիկ տեսնում են ինչպես է Իստոյանը գոլ խփում, գնդակի անկյունը, հարվածի անկյունը, գնդակի արագությունը, ինքը ամբողջությամբ համապատասխանում է իրական դեպքին, որը տեղի ունեցավ 1973 թվականին։ Ու դա վերաբերում է ամբողջ խաղին։ Պետք է լինեմ արդար, ասեմ, որ ֆիլմում ցուցադրում ենք 4 խաղ, առաջի 3 խաղին Այդձև չենք մոտեցել, այդձև մանրակրկիտ, որովհետև ինքը բավականին բարդ է եւ բավականին թանկ հաճույք է դա, այդ ամեն ինչը վերականգնել։ Ամերիկայից հրավիրել էինք աշխարհահռչակ բեմադրող օպերատոր Ֆյոդոր Լյասին, որը որ չգիտեմ, աշխատել է Գայ Ռիչի հետ կինոներում եւ բայց ինքը որպես սպորտային
բեմադրող օպերատոր համարվում է աշխարհում լավագույնը։ Ինքը նկարել է հայտնի ֆուտբոլի մասին ֆիլմեր, կարող են կարծում եմ, եթե կհետաքրքրի ծանոթանալ իր աշխատանքների հետ, եւ ես շատ շնորհակալ եմ, որ Ֆեդյան համաձայնեց եւ միացավ մեր պրոյեկտին, եւ ֆուտբոլը մենք նկարահանել ենք 18 տեսախցիկով։ Դա ունիկալ է, այնպիսի գադջետներ կային, այնպիսի բաներ էր նա բերել, որ մենք անգամ ապշացեինք, շատ բաներ կար, որ անգամ պատկերացում չունենք, որ նման բան գոյություն ունի, ու մեր ամբողջ ստեղծագործական կազմը հիացած հետևում էր, սովորում էր եւ նայում էր ինչպես է այդ ամեն ինչը արվում։ Ֆեդյան բավականին դուրս մոտիկացավ այդ ամենին եւ կարծում եմ, որ այսօր կարճ մի բան էլ ասեմ, այս հարցի վերաբերյալ կարծում եմ հետաքրքիր։ Տեսեք, եթե վերցնենք ռուսական, ամերիկյան կապ չունի ցանկացած սպորտային դրամա ֆուտբոլի մասին եւ ուղղակի փորձենք խրոնոմետրիրով չափենք քանի րոպե մենք տեսնում ֆուտբոլ այդ ֆիլմերում, ես արել եմ դա պատմում եմ շատ վստահ, մոտ 10 րոպեից ավել չի լինում սովորաբար, 11 րոպե տենց ընդհանուր գործողություններ դաշտում։ Խաղը, այո, խաղը, երբ որ մենք տեսնում ենք գնդակը ինչպես է խաղում գնդակով, այդ կտորը 11-12 րոպե է դա տևում, որտեղ դա ամենաթանկ բանն է նման կինոներում, նման ժանրում նկարելը։ Մեր Արարատ 73-ից հետո ես արդեն լսել եմ կարծիքներ, թե ինձ շատ հարազատ մարդկանցից, թե ուղղակի հանդիսատեսից ֆուտբոլը քիչ է։ Ֆուտբոլը քիչ է, ասում եմ, օքեյ, դե բոլորին չես կարող այս օրինակը բերել։ Մեզ մոտ ֆուտբոլը 23 րոպե է։ Մեր ֆիլմի խրոնոն 103 րոպե է, 103 րոպեից 23 րոպե։ Ինքը ուղղակի այնքան դինամիկ, այնքան գեղեցիկ, այնքան ճիշտ եւ պրոֆեսիոնալ է նկարված, որ դու ուղղակի չես զգում ոնց դա անցավ։ Ես մոտավորապես առանց չափազանցնել մեր ֆիլմը դիտել եմ 750 անգամից ավել։ Տարբեր ստադիաներում, հա, երբ որ ինքը դեռ լրիվ ինչպես կալբասա ենք ասում։ Կոպիտ մոնտաժից հետո շատ կոպիտ, երբ որ ուղղակի ինքը ուղղակի ասում եմ, մենք ասում ենք պրոդյուսերն կալբասա, то есть ինքը երշիկի տեսքով ինչ նկարել է դա հավաքածա։ Ամեն անգամ երբ որ ես նայում եմ մեր ֆինալի խաղը, ինձ էլ է թվում, որ շատ քիչ է, շատ քիչ, որտեղ ինքը այդպես է նկարված, որ թվում է շատ քիչ, բայց ֆինալի խաղում, երբ որ մենք վերջնական ստացանք ֆինալի խաղը, ֆանտաստիկ երաժշտություն, Բաբաջանյան, ֆանտաստիկ ուղղակի, ես ձեզ ասեմ, որ համենայն հարգանքով բոլոր մեր ժամանակակից կոմպոզիտորներին, որոնց մեջ շատերի իմ ընկերներն են եւ այլն, ես ուզում եմ ասեմ, որ Բաբաջանյան это глыба, Բաբաջանյան, երկրորդ Բաբաջանյան չկա, կարող եմ ասել, ու ինչքան համահունչ, ինչքան ճիշտ օրգանիկ Բաբաջանյանը այդ ֆինալի խաղի Իշտոյանի խփած հարվածի հետ խոսեց, դա պրոստը աննկարագրելի է, ես կխնդրեմ եւ կառաջարկեմ եւ հրավիրում եմ անպայման դիտեք ֆիլմը։ Ճիշտ ասած արդեն դուք ձեր գործը լավ արեցիք, Վալերի, դուք այնպես նկարագրեցիք, որ ուզում ես գնալ տեսնել արդեն։ Հա, ես միանգամից ասեմ, որ սպորտային դրամաները միշտ, ասենք, ավանդաբար լավ վաճառք են ունենում։ Դա ակնհայտ է, դրապես ֆիլմերը սպորտային կյանքի մասին, բայոպիկները, օրինակ Լիգենդը 17, այնտեղ Движение вверх, Էլի Չեմպիոնի, տարբեր ֆիլմեր կան, որտեղ սպորտային պատմություն են, դրանք լավ վաճառքներ են ունենում, լավ կասա են հավաքում, այսպես ասեմ։ Եվ համոզված եմ այս ֆիլմն այսպես անուշադրության չի մատնելի, բայց ինձ ավելի շատ գիտեք ինչ է հետաքրքիր։ Դուք մեծ ուշադրություն եք դարձրել փաստորեն քրոնոլոգիա, այսինքն պատմական փաստերի ճշգրիտ ներկայացնելու վրա, այսինքն հնարավորինս իրականին մոտ, լավ, իսկ ովքեր են մարմնավորել, քիչ թե շատ արտակնապես պիտի նման լինեին, չէ՞, ասեք Արարատ 73-ի ֆուտբոլիստների, գոնե ֆուտբոլային հմտություններ պիտի ինչ-որ ունենան, չէ՞, դերասանները։ Դերասանները ունիվերսալ են, մի օր երաժիշտ են, մի օր օդաչու են, մեկ օր ուրիշ մասնագիտություն, իսկ Եգոր Բերոևը ինչ վերաբերմունք ուներ հայկական ֆուտբոլի հանդեպ, ընդհանրապես զբաղվել էր երբևէ, թե դա իր համար նոր հմտություններ էր։ Մի փոքր կպատմեք այն, ինչ որ երբեք չենք իմանա կինոն դիտելուց։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց է, ավելին ասեմ, ես երկու հարց լսեցի, որը որ երկուսը մեկը մեկի հետ ունի անմիջական ուղիղ կապ։
Ճիշտ բան ասեցիք, դերասանները կարան երաժիշտ լինեն, կարան օդաչու լինեն, բայց հավատացեք, օդաչու եւ երաժիշտ լինելը այս դեպքում շատ ավելի հեշտ է, քան լինել ֆուտբոլիստ, որտեղ երաժիշտի դեպքում դու կարաս այդ իմիտացիան անես, չգիտեմ, գիտարի կամ դաշնամուրի, հետո կան տարբեր շատ հետաքրքիր պրիոմներ, ինչպես կարելի է այդ մատերը փոխել եւ ստանալ այն ինչը որ ուզում ես ստանաս։ Ֆուտբոլի դեպքում մի քիչ դժվար է, որտեղ մի քիչ դժվար չէ, շատ դժվար է, որտեղ դու ընդհանուր պլան երբ որ ցույց ես տալիս, ընդհանուր պլանում քո դերասանը պետք է կարողանա գնդակին տիրապետի, թե հակառակ դեպքում դա չի ստացվի։ Ինչպես մենք ծիծաղալով ասում ենք, նու պագադի նալդու, նալդու այդ տարբերակը կարա ստացվի։ Հիմա ինչ արեցինք մենք։ Նախ առաջինը շատ բարդ կաստինգ էր։ Շատ բարդ, մոտավորապես եմ հիմա թվերը ասում, մոտ նախ սկսենք նրանից, որ մենք ունենք 11 լեգենդար Արարատի ֆուտբոլիստներ եւ ունենք հակառակորդներ, որոնք նույնպես պետքա լինեին համ դերասան, համ պետքա ֆուտբոլ խաղալ իմանային։ То есть մենք ունենք խաղ Դինամո Կիևի հետ, Կարպատիի հետ, Սպարտակի հետ, то есть դա այնպես չի որ 11 հոգով մենք սահմանափակեցինք այդ հարցը։ Հիմա խոսում եմ կոնկրետ Արարատի տղաների մասին, ինչքանով են իրանք նման, ինչքանով իրանց մոտ ստացվեց ֆուտբոլը։ Եվ արդյոք Եգոր Բերոևը հանդիպել էր Նիկիտա Սիմոնյանին, հասցրել էին։ Ես դա ֆանտաստիկ պատմություն էր, հանդիպել էր, ես կպատմեմ այդ հանդիպումը ոնց անցավ։ Հիմա երբ որ մենք տղաներին հրավիրում ենք կաստինգի, իրանք բոլորը նախ տեստ էին անցնում, ինչպես են իրանք տիրապետում գնդակը։ Մեզ բախտ վիճակվեց, մեր ֆիլմում կային մի քանի դերասան, ծիրե ֆուտբոլիստ կամ երևի կարելի է ասել հակառակը ֆուտբոլիստ ծիրե դերասան, որը որ իրանց մոտ շատ փայլուն ստացվեց, ասենք Դավիթ Մանոյանը, հավաքականի, ճիշտ եմ ասում, Սբորնե Արմենիա ֆուտբոլիստ, որը որ պարզվեց որ փայլուն տաղանդավոր դերասան է, իսկապես դա անկեղծ եմ ասում։ Էլի կային տղաներ, ովքեր որ կարողացան համ առաջի, համ երկրորդ խնդիրը լուծել։ Տեստեր էին անցնում իրենք եւ մենք նայում ենք ինչքանով են համապատասխանում, ցավոք սրտի շատերը չկարողացան անցնել այդ փուլը եւ մենք ունեցանք այն ինչ ունեցանք, բայց այն ինչը որ մենք ունեցանք դա իսկապես համ շատ նման են, համ ֆանտաստիկ դերասաններ են, համ էլ իսկապես գնդակին տիրապետում են, դե պլյուս այդ որ ասում են վոլշեբստո կինո, դա էլ իհարկե իր տեղը ունի, մոնտաժի չուդան, հիշում եք իմ սիրած ֆիլմերից մեկը Բուլվար Նաուլս Կապուցինը, որ ասում է կինո это великое искусство монтажа, ասում է хочу тоже как в монтаже, հիմա մոտավորապես այդ տարբերակն է։ Ինչ վերաբերում է Նիկիտա Սիմոնյանին, ես հիշում եմ, երբ որ մենք պայմանավորվեցինք, ես էի պայմանավորվել Նիկիտա Պավլովիչի հետ, Բերոևի հետ հանդիպումը, իրանք եկան, մտանք ներս, Եգորը մոտիկացավ Նիկիտա Պավլովիչի ձեռքը սեղմեց, ասեց Նիկիտա Պավլովիչ, я Егор Бероев, очень приятно, հիմա թույլ տվեք ցիտեմ ռուսերեն, Նիկիտա Պավլովիչը նայեց իրեն, ասեց, кто такой Егор Бероев? Եգորը ճիշտ ասած առաջին հետո ինքն ինձ դա պատմեց դրա մասին, ասեց ես մտածեցի որ 99 տարեկան մարդ է երևի չի ճանաչում, դա նորմալ է, ասում եմ փորձի այդ ձև մոտենամ, ну я Егор Бероев, я актер, Никита Павлович նայեց աչքերի մեջ սենց ասեց, ты не Егор Бероев, ты Никита Симонян, пока ты снимаешься в этом фильме, я Егор Бероев, а ты Никита Симонян, а когда я увижу фильм и он мне понравится, тогда я тебе верну твое имя Егор Бероев. Նման հանդիպում տեղի ունեցավ, այո, շատ հաճելի, շատ հուզիչ։ Կապ կար, անգամ նկարահանման ժամանակ մենք բավականին շուշուտ անում ենք վիդեոքոլ։ Նիկիտա Պավլովիչը ֆուտբոլը նկարելու ժամանակ երևի թե ամեն սմենին ինքը զանգում էր։ 99 տարեկան զանգում էր, ну как там, Миштоян хорошо гол забил, ну что там, ну а как там Инкиямба, а как там Никита Павлович поживает, իքտել հարցնում Եգորը գալիս է, я хорошо, բան որտեղ իսկապես արդեն Եգորը Նիկիտա Պավլովիչ էր, շատ պատասխանատու, շատ պրոֆեսիոնալ մոտիկացավ Եգորը, ու ես իսկապես անկեղծ չգիտեմ դա կոմպլիմենտ է դերասանի համար թե ոչ, բայց ես համարում եմ որ Արարատ 73-ում Եգոր Բերոևի լավագույն դերն է։ Իմ կարծիքը այդպես է։ Ստացված, շատ ստացված։ Ես հիշեցի, որ Երևանում տարիներ առաջ Տետրիցը 4 ֆիլմի պրեմիերան էր եւ երբ որ հարցրեցին դերասանական կազմին թե որն էր ամենամեծ գնահատականը, որ դուք երբևէ լսել եք դերասաններից մեկը, եթե չեմ սխալվում, Դաբրան Ռավովն էր։ Ասաց, որ երբ որ ցուցադրում էինք վետերանների համար հայրենական մեծ պատերազմի, ֆիլմի ավարտից հետո մեկը մոտեցի ասել է տղա ջան, я тоже был танкистом։ Իսկն այնքան համոզիչ էին դերասանները խաղացել, որ վետերանները մտածել են, որ նրանք բոլորը տանկիստներ էին։ Այո, գիտեք, երեք մեր ֆիլմի վերաբերյալ մի հատ ֆանտաստիկ էմոցիոնալ պատմություն եմ լսել,
իսկապես ազդվել եմ, տեղի է ունեցել Գյումրիում Հոկտեմբեր կինոթատրոնում, եկել են Հոկտեմբեր կինոթատրոն պապիկը թոռի հետ, ինձ մոտավորապես նկարագրեցին, որ պապիկը մոտ 75-76 տարեկան էր, թոռնիկը մոտ 12-13, գալիս են կինոթատրոն, թոռնիկը ասում է պապիկ ուզում եմ Full House-ը նայեմ, պապիկը ասում է բալիկ ջան, ես քո հետ կնայեմ Full House-ը, բայց մի պայմանով, հետո մենք միասին նայելու ենք Արարատ 73-ը։ Դա ինձ համար բավականին տպավորիչ պատմություն է, որտեղ համենայն հարգանքով խոսքը ես չեմ ասում, բայց ցանկացած կինո ունի իր ցիլիվոյ աուդիտորիան, համենայն արգանքով եւս մեկ անգամ շատ այտենց ժիրն ուզում եմ ընդգծեմ Full House ֆիլմի վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իր ցելևոյ աուդիտորիան 75-76 այդ հասակի մարդիկ չեն, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կներեք, ու երբ որ պապիկը ասում է, ես քո հետ կնայեմ այդ կինոն մի պայմանով, որ մենք հետո պետքա գնանք Արարատ 73-ը նայենք, չգիտեմ, միգուցե это մի քիչ ես եմ утрир բան անում, перегибать-անում, բայց ինձ ощущение, որ человек приносит свое время в жертву, чтобы потом это передать своему внуку через фильм «Арарат 73». Вот такая история произошла вчера. Ինձ զանգեցին, ասեցին, ու իմ համար դա ինքը բավական մի քիչ սենտիմենտալ, բայց տպավորիչ պատմություն է։ Գիտեք, սենտիմենտալ ասեցիք, ասացեք խնդրեմ, իսկ Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում ունեք ֆիլմ ինչպես են ընդունում։ Լավ, միգուցե մեզ համար Արարատ 73-ը իսկապես կարևոր էջ է, հա, եւ մենք շատ լավ, մենք բոլորս ապրում ենք այդ հաղթանակներով, բայց ռուսաստանցիների համար, օրինակ, որքանով է ազդեցիկ այդ սպորտային դրվագը կամ պատմությունը, ինչ կասեք, ինչ տպավորություններ կան, երևակայի առաջինը ինչ անում եք, հավաքում եք կարծիքներ, չէ՞, դիտումից հետո։ Մեզ մոտ հասկանալի է դեռ շատ վառ են այդ հոյակապ հիշողությունները բնակչության մոտ եւ ֆիլմը անպայման քաղաքի, ասենք, հանդիսատես, ես համոզված եմ, իսկ Ռուսաստանում ինչ պատկեր եք պատմեք։ Ռուսաստանում նախ առաջի եւ ամենամեծ արձագանքները ստացանք ֆիլմի պրեմիերայից հետո, որը տեղի ունեցավ Մոսֆիլմում, եւ հրավիրվածները կարող եմ հստակ ասել, որ մեծամասնությունը հայեր չէին, պրեմիերային հրավիրված մարդիկ։ Ну, միգուցե 50-50 է էական չուզում եմ ասեմ, շատ կային մարդիկ, ովքեր որ ազգությամբ հայ չէին եւ տվեցին բարձր գնահատական, շատ բարձր գնահատական։ Դե սովորաբար մենք այսպեսի մի բան անում ենք, հայերով պրոդյուսերներով ասում ենք, որ պրեմիերայի օրը բոլորը պետք է իհարկե միայն լավ բաներից խոսեն, ընկերներ են, ծանոթներ են, գոլեգաներ են, ի վերջո հրավիրված մարդիկ պրեմիերային իրանք վատ բան չեն ասի այդ օրը եւ այդպես էլ լինում է եւ այդպես եղավ այդ օրը։ Ֆիլմի ցուցադրությունից մոտավորապես 1 շաբաթ հետո մեզ սկսեցին ուղարկել վիդեոներ կինոթատրոններից, որտեղ որ հանդիսատեսը գնել էր տոմս եւ գնացել էր կինո։ Երկու բան ինձ զարմացրեց, առաջինը, որ կինոթատրոններում, ну կարելի է ասել փաստացի արդեն 50-50 էր, չեմ կարող ասեմ, որ մեծամասնությունը հայեր են։ Իմիջիայլոց օգտվելով առիթից ուզում եմ հայերին ասեմ, արթնացեք։ Շնորհակալ եմ այն 50%-ի համար, որ կային, բայց կարծում եմ, որ պետք է ավելի շատ լինեին եւ մարդիկ վերադառնալով հարցի պատասխանին 10 րոպե ոտքի կանգնած ծափահարում էին ֆիլմի ավարտին, ոչ հայերը, ավելի շուտ ոչ միայն հայերը, նկարում էին այդ ամենը եւ դուրս էին գալի արտասված արդյունքներով դուրս էին գալիս կինոթատրոնից եւ տալիս էին բավականին լուրջ լավ դրական օձևներ ֆիլմի վերաբերյալ։ Երևի ֆիլմը դու չգա Դինամոյի երկրպագուներին ենթադրվում է, որովհետև դրվագ կա, որ կռվում են, չէ՞, այսպես երկրպագուները, բալեշիկները, այսպես։ Գիտեք, այնտեղ նախ առաջինը մենք դա չենք կարել, որ դա Կիևի, Ուկրաինայի հետ կապված շեշտ ենք դրել։ Շատերը փորձեցին այդ թեզը առաջ բերել, մանիպուլյացիա անելով, որ մենք նախ առաջին ես հիշում եմ առաջի վալնան, երբ որ ալիքը տեղի ունեցավ, мотավորապես էլի цитեմ русերեն, ох, эти шустрые армяне сейчас на фоне того, что происходит, решили снять фильм, как Армения победила Арарат.
Как Ararat победил Dinamo, да, извините. Նախ առաջին ասեմ, որ ֆիլմը մենք սկսել ենք աշխատանքները նկարահանման հետ կապված 2019 թվականին։ Երբ որ առաջի անգամ ես նայեցի Движение вверх ֆիլմը, դա 2019 թվականն էր։ Սցենարը սկսել են գրել 2020 թվականին, իմիջիալոց որպեսզի այն պատասխանեցել լինի լիարժեք այդ նյութերի հետ կապված 280 ժամ ինտերվյու են կարել, բացի Նիկիտա Պալիչից հասցրեցի ընկերանալ Արկադի Գյորգիեviչ Անդրեասյանի հետ, Նիկոլայ Կազարյանի հետ, որոնք ցավոք սրտի չկան արդեն դա։ Այդ ինտերվյուները Նիկո Բոնդարյան կոն բոլոր ովքեր որ տվել են այդ ինտերվյուները, դա եղել է մեր ասնովան, ինչի վրա մենք գրել ենք մեր սցենարը։ Դա տևել է մոտ 2 տարի։ 2 տարի է, հետո եղավ կովիդ, հետո եղավ պատերազմ Հայաստանում, հետո եղավ SVO-ի սկիզբ, մենք այդ ընթացքում աշխատել ենք ֆիլմի վրա, մեզ մոտ չի եղել նման նպատակ երբևիցե ասել, որ Ուկրաինան վատ է, մենք լավն ենք։ Նախ առաջինը սկսենք նրանից, որ ես ուղղակի համոզված եմ, ունեմ այդ իրավունքը համոզված լինելու, որ Ռուսաստանի Դաշնությունում որևիցե մեկի մոտ չկա նման խնդիր կապված ուկրաինացի, ուկրաինական ազգի եւ Ուկրաինայի հետ։ Այսօր կա խնդիր Ուկրաինայի կառավարության հետ, կա խնդիր իրանց քաղաքական ուղղվածության հետ, բայց ուկրաինացուն ինչպես լավ վերաբերվել է Ռուսաստանի քաղաքացին, այդպես էլ շարունակում է լավ վերաբերվել։ Այո, այս պատերազմը ժողովուրդների պատերազմ չէ, քաղաքական էլիտայի, հասկանալի է։ Միանշանակ։ Եվ այս դեպքում, երբ որ մենք ֆիլմով եկանք առաջ, բոլորի մոտ այդ կարծիքն էր, որ անգամ երբ որ մենք ցույց ենք տալիս ինչպես են երկրպագուները Սիմոնյանի հետ մտնում է, դա կռիվել անվանել մի քիչ դժվար է, դա կռիվ չի կակտակավոր, կարծում եմ, որ դա կարող լիներ ցանկացած երկրպագուի։ Դե հիմա պատմությունից չես ալի, այդ Դինամո Կիևի փոխանեն կարող էր ասենք լինել Դինամո Թբիլիսին կարող է լինել Կարպատին, Բախտակոր, այո, ցանկացած բան կարող է։ Վալերի, այսպես ծավալին հարց ունեմ, միգուցե նաև կապված է ձեր առաջիկա անելիքների կամ ծրագրերի հետ, բայց մինչ այդ, այսպես ասում են, հավանաբար միգուցե այդպես հնչում է ոչ պրոդյուսերական հոտառություն։ Ինչպես եք ընտրում թեման ընդհանրապես եւ ինչ կանխատեսումներ ունեք, որ դա կդիտվի, կլինի կասային ֆիլմ եւ որքան կարեւոր է պատմությունը ֆիլմի մեջ, նույնքան կարեւոր է հերոսը։ Այսօր հերոսի կերպարը ինչ դեր է խաղում եւ որքանով եք դրան ուշադրություն դարձնում կրթական տեսանկյունից։ Այսինքն այսօր Նիկիտա Սիմոնյանը իսկապես այն հերոսն էր, որին գուցե ներկայիս փոքրիկները կամ երիտասարդները չեն լսել, չէին իմանում։ Դուք առաջ բերեցիք եւ նաեւ մեր ժողովուրդ չխարստացվեց հարցը, մեր ժողովրդի համար հաղթանակի մասին խոսելը հիմա նույնպես կարևոր է։ Կարծես վերածնվելու գործոն կա այս ֆիլմի մեջ, հիշելու, որ մենք միշտ չէ որ պարտվել ենք, լինի դա մարզական աշխարհ, թե առհասարակ։ Այ հաջորդ ծրագիրը ինչի հետ է կապված եւ ինչով եք առաջնորդվում։ Եթե թույլ կտաք ձեր թույլտվությամբ ուղիղ գովազդ անեմ նախ առաջինը հետեւյալ նախադասությունով։ Ես համոզված եմ, որ ցանկացած հայ պարտավոր է գնալ նայել Արարատ 73-ը։ Ինչու, որովհետև այո, այդ ֆիլմում կա հաղթանակ, այդ ֆիլմում կա խոսք, այդ ֆիլմում կա արժեք եւ արժեքային ճիշտ արժեքային համակարգ, որը ցավոք սրտի ինչ որ չափով կամ քչացել է կամ սարսափելի արագությամբ վերանում է։ Եվ այսօր այդ ֆիլմը իսկապես ունի շատ ավելի մեծ ասելիք, քան կոմերցիոն կողմը։ Ֆիլմի կոմերցիոն կողմը։ Ինչու եմ այդպես ասում։ Եթե խոսենք պրոդյուսերական տեսանկյունից, պատմությունները ամենակարևորը դա պատմությունն է։ Ամեն ինչ սկսվում է պատմությունից։ Լավ պատմություններ քիչ կան։ Իսկապես քիչ կան։ Կան պատմություններ, որոնց մասին ես ասեցի, բայոպիկ ժանրում, հա, որոնց հետ կապված կան խնդիրներ, կան հարցեր, կամ իրանք արդեն նկարահանվել են։ Հիմա մի նոր տրենդ է մտել կինոաշխարհ, կինոինդուստրիա, ռիմեյքներ են նկարում։
Ես անկեղծ ասեմ, որ ես կատեգորիկ դեմ եմ դրան եւ ինչու, որովհետեւ տեսեք 1000-ից մեկն է որ ստացվում, 1000-ից մեկը։ Իհարկե դա դուր է գալիս թե դուր չի գալիս, դա էլ է ճաշակի հարց եւ դա սուբյեկտիվ գնահատական ունի։ Ենթադրենք ես նայել եմ 12 ֆիլմը ամերիկյան եւ նայել եմ 12 ֆիլմը, որը նկարել է Միխալկովը, ինչ շատ է դուր եկել։ Նախ առաջին այնտեղ բավականին մեծ տարիների բան կա, ռազրև կա, առաջի ամերիկյան եւ Միխալկովի նկարածի մեջ, բայց հաջողված է։ Նաև, չգիտեմ, կվիրավորվեն, կնեղանան իմ կոլեգաները, թե չեն նեղանա, բայց երբ որ ես նայում եմ Gentleman-ը Udачи remake-ը, ես իսկապես ամոթ եմ զգում մեծ։ Հա, դա սարսափելի բան է, չի կարելի նման բան անել։ Վինիգրետ էր հավաքված բոլոր սովետական ժամանակաշրջանի հայտնի ֆիլմերից, չէ, այդ բոլոր հերոսները կատաստրոֆա, սկսած Օստապ Բենդերից կատաստրոֆա։ Ես Կавказская пленница, Ирония судьбы, վերջերս Москва слезам не верит. Ես կարծում եմ նույն այդ դերասանական կազմով շատ ավելի լավ պրոդուկտ կարելի է ստանալ։ Դուք շատ ճիշտ եք, այստեղ գալիս ենք այն հարցի, այն պատասխանին, որը ես տվեցի, պատմություն։ Պետք է պատմություն։ Ունենաս պատմություն, որ դա նկարես։ Այսօր Ռուսաստանում տաղանդավոր սցենարիստներին, на пальцах пересчитать, գրում են մարդիկ, շատ բան են գրում։ Անկամ վերցնում են, չգիտեմ, լուրջ կլասիկներին, լիտերատուրնի, չգիտեմ, Դոստոևսկի, Բուլգակով, Տոլստոյ, այդ ամենը վերցնում են ադապտացիա են անում։ Բայց երբ որ մենք խոսում ենք original պատմության մասին, այդ պատմությունները շատ քիչ են, դա առաջինն է։ Ինչ վերաբերում է ժանրին, գիտեք, շատ հետաքրքիր բան կա։ Նախ առաջինը կարող եմ միանշանակ ասել, որ ամենահաջողված ֆիլմերը պրոդյուսերական տեսանկյունից это детское кино. Մանկական նկատի ունենք անիմացիոն նաև հեքիաթները իհարկե, որտեղ ես այսօր անկեղծ բարձրանում եմ մեր հայրենակիցներով Էդուարդ Տիլոյանը, որը որ այսօր չգիտեմ ինչքանով ես իրավունք ունեմ ասեմ, որ թիվ առաջի պրոդյուսերն է, թիվ երկրորդը իմ կարծիքով ամենահաջողված պրոդյուսերն է, որը նկարում է Չեբուրաշկա, Չեբուրաշկա 2, Խալոպ, Խալոպ 1, Խալոպ 2 եւ այլն, բոլոր, то есть ինքը ռեկորդսմեն է այդ առումով եւ ցույց է տալիս պրակտիկան, որ ասենք Չեբուրաշկան այսօր ինքը ինչ որ անհասանելի հաջողություն ունի, որը որ առաջի մասը հա սկիզբ դրեց, երկրորդի իներցիայով գնաց։ Միանշանակ, բայց տեսեք, նույն այդ ֆոնի մեջ, եթե օրինակ բերենք, ասենք Անդրեասյան եղբայրները, իմ էլի մթերիմ ընկերները, իրանք նկարում են Պրաստակվաշնա, որը էլի տալիս է ինչ որ Փայլուն Բաբը Եգա կա, չէ։ Բաբը Եգա կա, ճիշտ եք ասում, Բաբը Եգան էլի մեր հայրենակից կարծեմ Արմեններ Անանիկյան իր պրոյեկտներ դա նույն զարմանալի է, բայց հայերը ռուսական հեքիաթներ են կինո մարմնավորում, դա ես մի հատ ուրիշ կիսակատակ կիսալուրջ արտահայտությունն եմ, ասում եմ нас никто не заставил, но мы как-то заняли киноиндустрию. Համենայն դեպս դա մեզ համար բարձանք է եւ կարեւորը նաեւ Դիժդիշյանը, Ռուբեն Դիժդիշյանը, իհարկե Սարիկ Անդրեասյան եղբայրները, շատ կարեւորը նաեւ որ իսկապես տղաները հաջողություն ունեն, իմ կոլեգաները եւ իրանք այդ հաջողությանը հասել են քրտինկով, որը եթե պատահական բան չկա, այո, ինչ որտեղ թելադրող են։ Այո, իհարկե։ Փառք Աստծո, ասենք մեդիա դաշտում, չգիտեմ, Արթուրը Ջանիբեկյան էլի, որը որ փայլուն բարձունքների է հասել, որի մասին չես կարող չասել։ Եվ դա բան է ինձ համար շատ հաճելի է, որտեղ այդ անունները, որ ես դες տալիս եմ, իսկապես իրանք բոլորը համախմբվեցին արդ 73-ի շուրջ։ Տեսեք, մենք ունենք փաստորեն մի հատ թմային հաղթանակ, որտեղ որ մենք թմով ենք առաջ գնացել։ Ես իրանց բոլորի հետ երբ որ հանդիպում եմ, ասում եմ տղաներ, եկեք հիմա մի հատ էլ թմով հավաքվենք այս պրոյեկտի շուրջ, եւ իրանք բոլորը ընդունեցին դա որպես շատ լավ միտք։ Ես վերջում մի փիլիսոփայական ավելի շատ հարց տամ, հա, եթե դեմ չեք, ունենք 1-2 րոպե։ Վալերի, կա կարծիք եւ կարծիքը տարի վերջին տարիներին հատկապես ավելի մեծ մասշտաբ է ստացել եւ կինոսիրողների շրջանում այսօր շրջանառվող մտքերից մեկն է, որ կինոն ապրեց 100 տարի իր դարը, ինչպես ասում են, եւ կամած մեռնում է եւ արդեն ճանապարհ է բացում սերիալական կինեմատոգրաֆին, այսպես ասեմ։
Այսինքն այսօր սերիալները ավելի շատ են, հա, կասա հավաքում կամ հետաքրություն առաջացնում, հա, սիրողների շրջանում, քան լիամետրաժ ֆիլմերը, ինչ կասեք դրա մասին, ինչպես եք տեսնում ընդհանրապես կինեմատոգրաֆիա ապագան, որտեղ ակնհայտ է որ լավ ֆիլմերը տարի պակասում են ուղղակի։ Նույն քանակությամբ ասենք ֆիլմ է արտադրվում, նույն Հոլիվուդում, Բոլիվուդում, չգիտեմ այնտեղ եւ այլ երկրներում, Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանում, բայց պրոդուկտը վերջնական որակով շատ քիչ է։ Շատ կարևոր իմ կարծիքով հարց է, բայց կունենամ երևի թե շատ սուբյեկտիվ պատասխան այդ հարցին, հաշվի առնելով, որ տեսեք, իրանց պլատֆորման պլաշատկան մատուցելու ի վերջո կինոյի եւ սերիալների տարբեր են։ Ճիշտ է, հետո կինոն կարելի է դիտել հեռուստատեսությամբ, հետո կինոն կարելի է դիտել ինչ-որ օնլայն պլատֆորմաների վրա, բայց ի վերջո կինոյի մագիան նրանում է, երբ որ դու առաջի անգամ կինոն դիտում ես մեծ էկրանների վրա, որը որ բնորոշ չի, եթե խոսում ենք սերիալների մասին։ Ես ինքը շատ սիրում եմ, մեծ սիրով նայում եմ նոր սերիալները, թե Netflix-ի, թե Apple-ի նկարած եւ տարբեր տեսակի, բայց մենք խոսում ենք բլոկբաստերների մասին, այսինքն չգիտեմ, թանկ էֆեկտներով, չգիտեմ, 3D-ով կամ IMAX ֆորմատով, ասենք կինոթատրոնում դիտված այդ մեծածավալ ֆիլմերի մասին, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում։ Ընդհանուր կինոն, պատմողական կինոն, այդպիսին ինչ ապագա ունի։ Ես կարծում եմ, որ ունի ապագա, միանշանակ ունի ապագա, ես կարծում եմ, որ կա դժվար էտապներ, որը անցնում է կինոն, բայց ի վերջո թույլ տվեք մի հատ շատ փոքր փորձեմ կարճ օրինակով դա ասել։ Իմ հորեղբայրը հարազատ ինքը պրոֆեսիոնալ երաժիշտ է։ Ես հիշում եմ 80-ականներին նոր սկզբում մենք Հայաստանում հյուր էինք եկել եւ գիշերը ժամը 3-ին իր գործընկերները եկան դուռը ծեծեցին, մտան, ասեցին, որ սինտեզատորը հել է։ Ես հիշում եմ այդ գիշեր իրանք ամբողջ գիշեր խաղում էին այդ գործիկով, ուրախացել էին, ոգևորվել էին։ Ինտեղ մի հատ կոճա կար, հեյ, սխվում էր, չէ՞, ծափերը։ Տարիներ հետո հորեղբայրս ինքը բարաբանщик ուդարնիկի, ինքը ինձ ասեց աշխարհում երբեք ոչ մի սինտեզատոր չի կարող փոխանցել այն ձայնը, որը փոխանցում է կաշին փայտի հետ միասին։ Եվ ես համոզվեցի դրանում։ Հիմա կինոն դա ինչ որ չափով վալշեփստու է, ինքը հեքիաթային երևույթ է։ Կարա ունենա տարբեր էտապներ, կարա ունենա տարբեր տրանսֆորմացիա, բայց որ կինոն ունի ապագա, դա փաստ է եւ դա ցույց են տալիս տարիները, որ մենք հետևում ենք, տեսնում ենք եւ կարծում ենք պետքա սիրենք կինոն։ Ես ուղղակի հավանական համար ասեմ, նույն операции и другие приключения Шурика, կամ Москва слеза не верит, այսինքն չգիտեմ ուրելի է։ Բայց գիտեք ինչ կասաներ են ունեցել այդ ֆիլմերը։ Այս դա է ասին է ուզում պատմել, տեսել եք քանի տոմս է վաճառվել, միլիոնների մասին։ 60-70 միլիոն հանդիսատես են ունեցել, դա ունիկալ է։ Այդ համեմատության մեջ հիմա իհարկե շատ ավելի է, ասենք համեստ Դե գիտեք ինչու, եկեք այսպես ասենք, նախ առաջինը այն ժամանակ, երբ որ այդ ֆիլմերը մեծ էկրաններ են դուրս եկել, դա իմ սիրած ֆիլմեր են, ես ասում եմ, «Նինա секундочку не хочу умалять достоинство этих картин», իրանք դեպս անհամեմատելի ֆիլմեր են, բայց այն ժամանակ ի վերջո սովետական էկրաններին այդքան դրսի կոնտենտ չէր կարող մտնել։ Նախ առաջինը, երկրորդը սովետական կինոարտադրությունը ինքը մի քիչ ուրիշ իրականության մեջ էր ապրում եւ ոչ միայն արտադրությունը, նաեւ վարձակալությունը կինոներում, կինոթատրոններում, դաստիարակությունը, այդ ամենը դա ֆակտորներ են եղել, որոնք որ ունեցել են իրար։ Ասենք այսօր շատ դժվար է բերել կինոսիրողին, հա, կինոթատրոն։ Տեսեք, ընթացքում այսօրվա զրույցի այդ հարցը հնչեց, ես ուղղակի չհասցրեցի այդ հարցի պատասխանը, կոնկրետամ ինչ հաջողություն կարա ունենա Արարատ 73-ը, ինչ սպասելիքներ մենք ունենք։ Այսօր շուկայում կան մի քանի կինոներ։ Կա կինոթատրոն, որը ունի մի քանի սեանս։ Այդ սեանսը զբաղված եթե լինելու պարագայում դու պետքա պայքարես, պետքա լինես հետաքրքիր եւ պետքա լինես ընդունված այդ կինոթատրոնի կողմից։ Եթե ենթադրաբար եմ ասում, միջինացված վերցնենք 8 սեանս,
8 սեանսից եթե 2 սեանսը զբաղված են հոլիվուդյան ռելիզներով, 2-ը զբաղված է, չգիտեմ, հայկական տեղական ռելիզներով, դու պետքա կարողանաս այդ տեղը քո ապահովես։ Հակառակ դեպքում քո ֆիլմը կարող լինի աշխարհի ամենալավ ֆիլմը, բայց եթե հանդիսատեսը գալիս է եւ ինքը տեսնում է, որ կամ սեանս չկա, կամ սեանսը անհարմար ժամի է դրված, կամ այդ կամերը նաեւ պատճառ են ֆիլմի հաջողության կամ չհաջողության հետ կապված, դա շատ կարևոր պատճառ է։ Եվ այսօր այն քանակի ռելիզներ կա, նայած երբես դու դուրս գալիս վարձու, շատ կարևոր է։ Օրինակ ասենք, եթե դու գիտես, որ այդ օրը երբ որ դու պլանավորում ես պետքա հելնի Ավատար 3-ը, դու պետքա 7 անգամ մտածես արժի Ավատար 3-ի հետ մտնել մրցակցությունը ահավոր է հիմա մրցակցությունը, իսկապես ահավոր է։ Կարծում եմ, որ սովետական միության ժամանակ այդ ամեն ինչը մի քիչ ուրիշ ձև է կարգավորված եղել եւ բայց դա որևիցե ձև չի քչացնում այն փառահեղ սերը, որ ունեցել են այդ ձեր ասած ֆիլմերը սովետական միության բնակիչների մոտ։ Որ Ռուդիկը «Телевидение» հայտնի ֆիլմից սխալվեց, որ ասեց через 20 лет ничего не будет, ни театра, ни кино, одно сплошное телевидение. Եվ սխալվեց այսօր եւ թատրոն кա, եւ кино кա, եւ իհարկե հեռուստատեսություն։ Я не знаю, почему люди могут такие себе выражения позволять, потому что театр жил, театр жив, театр всегда будет жить. Իմիջայլոց էլի հայ։ Չէ՞ դերասանը։ Հայեր։ Հայ, այո, ես որքան չազգությամբ հայ։ Ազգանուն ճիշտ։ Շատ քիչ դերեր խաղաց, ինչքան գիտեմ։ Լավ, շնորհակալություն շատ։ Ափսոս մենք հաճույքով շարունակեինք մեր զրույցը կինոյի մասին առասարակ։ Մեր հյուրն էր կինոպրոդյուսեր Վալերի Սահարյանը, մենք խոսում էինք Զավաթոյ դուբլ արարած 73 ֆիլմի մասին, որը արդեն կարող եք դիտել էկրաններին, ֆիլմ, որտեղ ոչ նկարագրված է այդ հռչակավոր հաղթանակների շարքը եւ նվիրված է Նիկիտա Սիմոնյանին։ Շնորհակալություն շատ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ, հուսամ, որ հնարավորություն կունենաք մոտակա ժամանակներս ֆիլմը դիտել, կունենաք այն էմոցիան, որովհետեւ կինոն առաջի հերթին դա էմոցիա է, եւ շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք ինչ որ ձև լուսաբանել եւ ինչ որ դրվագներ պատմել կինոյից։ Շնորհակալություն։ Բացառապես հաճույքով, դա էլ մեր կողմից հավել եմ։ Մինչ նոր հանդիպում, սպասում ենք նոր կինո աշխատանքների